Մեկին Մելոյան դաշինքի անվանումը կասեք ի վերջո ինչ անունով է ներկայանալու դաշինքը։ Այս պահի դրությամբ դուք գիտեք, հա, որ այս մենք թիրախավորված քաղաքական ուժ ենք, մարտի 31-ին մենք հայտը ազդարարել էինք, հուշագրեր կնքվեց, որ լինելու է ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինք, քանի որ մեկ օրում ապրիլի 7-ին ընդունվեց օրենք անձնավորները կիրառելու տեսանկյունից, կարող էինք հիմա վարչական դատարան դիմել, որովհետև սկսված իրավահարաբերություններ էր, ասեմ ավելին, կենտրոնական ընտրական հանձնաժողովում ունենք օգտահաշիվ, բայց այնուամենայնիվ ավելորդ ձևական եւ հետապնդումներից եւ ֆորմալ տեսանկյունից, հա, խնդիրներից խուսափելու նպատակով արդեն ազդարարում դիմում ներկայացրել են կլինի ուժեղ Հայաստան դաշինք։ Այսինքն անձնանունը հանվել է։ Անձնանունը այս պայդրությամբ վերջնական ճիշտ ասած մուտք չեն կարել կենտրոնական ընտրական հանձնաժողով պարզաբանման դիմում ենք ներկայացրել հենց իմ անունով, որպեսզի իրավիճակը հստակեցնեն, որովհետև իրենք են ԿՀ-ն է լիազոր մարմինը եւ արդյոք իրենք բնականon են համարում մի քանի ժամվա ընթացքում կարծում եմ անգամ առանց իրենց ներառականության նման օրենսդրական փոփոխությունները, բայց այնուամենայնիվ զուգահեռ process-ները իրականացնում ենք իրավական։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։